Մանկավարժ սովորող փոխադարձ հարգանք։ Աշոտն է, դասերից հաճախ է բացակայում, իսկ երբ ներկա է, հրաժարվում է դասին մասնակցել, աչքի է ընկնում ագրեսիվ վարքով։ Տիկին Հովսեփյանն է, հայոց լեզվի ուսուցչուհին։ Աշոտ, տեսնում եմ, որ գրավոր հանձնարարությունը չես կատարում, ինչու՞։ Հավես չունեմ գրելու, չեմ ուզում, չեմ գրում, գնացեք ձեր գործին։ Աշոտ, ինչ է պատահել, եթե անգամ զայրացած ես կամ ինչ-որ բանից նեղսրտած, նման տոնով խոսելն անընդունելի է։ Դասից հետո մնա խնդրում եմ, կխոսենք։ Մանկավարժական աշխատողների վարքականոն։ Մանկավարժը սովորողների հետ իր հարաբերությունները պետք է կառուցի փոխադարձ հարգանքի վրա, պետք է դասարանում ձևավորի բարենպաստ մթնոլորտ, որին կարող է հասնել նաև սովորողներին վարքագծի կանոնները սովորեցնելու, հետևողականորեն դրանց կիրառմանը ուղղորդելու սեփական օրինակի ճանապարհով։ Ես ուզում եմ հասկանալ, թե ինչն է քեզ անհանգստացնում։ Հուսամ դու հասկանում ես, որ այդ տոնով դասարանում խոսելն անընդունելի է եւ ես հույս ունեմ, որ դա այլևս չի կրկնվի։ Իսկ հիմա խնդրում եմ, խոսենք, հասկանանք, թե ինչն է քեզ ուզում։ Ես պատմելու բան չունեմ։ Դուք ինձ մի խանգարեք, ես էլ ձեզ չեմ խանգարի։ Չեմ կարծում Աշոտն ուզում էր անձամբ ինձ վիրավորել։ Նախ պիտի փորձեմ հասկանալ, թե ինչն է նրան հուզել, վախեցրել կամ անհանգստացրել։ Շատ լավ Աշոտ, եթե չես ուզում, կարող ես չպատմել։ Իսկ կա մի բան, որ ես կարող եմ անել քեզ համար։ Վարքականոնին համապատասխան ուսուցիչը փորձեց սովորողի հետ իր հարաբերությունը կառուցել փոխադարձ հարգանքի վրա, չնայած սովորողի նախկինում անհարգալից ու ագրեսիվ վերաբերմունքին։ Մանկավարժն իր սեփական վարքով կանխեց իրավիճակի սրումն ու բարդացումը։ Որոշ խորհուրդներ նման իրավիճակում գտնվող մանկավարժի համար։ Պահպանեք հանգստություն եւ առանց սովորողին թիրախավորելու հիշեցրեք դասարանում փոխադարձ հարգանքի անհրաժեշտության մասին։ Մի լարեք իրավիճակը, հատկապես մյուս սովորողների ներկայությամբ։ Ժամանակ տվեք սովորողին հանգստանալու եւ առաջարկեք զրուցել։ Դեպքը մի դարձրեք դպրոցում լայն քննարկման առարկա։ Խորհրդակցեք դպրոցի հոգեբանի եւ գործընկեր մանկավարժների հետ։